Բարև ձեզ։ Իմ անունը Գառնիկ Սարգսյանն է, եւ ես այժմ կփորձեմ ձեզ ներկայացնել մի նյութ, որը ձեր առջև կբացի հարստության ճանապարհը անկասկած։ Մենք բոլորս ենք լսել պոզիտիվ մտածողության գաղափարի մասին, եւ հենց այս գաղափարից կարող ենք առաջ բերել բարեկեցիկ մտածողության գաղափարը։ Բարեկեցությունը հանդես է գալիս որպես երազանքների իրականացում, եթե իհարկե քո երազանքները առնչվում են լավ առողջություն ունենալուն, ֆինանսական հաջողություններ ունենալուն, անձնական կյանքում երջանկություն ունենալու։ Այս նյութը ցույց է տալիս, թե ինչպես բարեկեցիկ մտածողությունը օգնում է կյանքի ամեն մի քայլափոխում ունենալ այս արդյունքները։ Երբ դու լսես այս նյութը, դու ինքնաբերաբար քո մեջ կձևավորես բարեկեցիկ մտածողության ուժը եւ նույն հեշտությամբ դրա դրսևորումը քո իրողության մեջ։ Բարեկեցության օրենքների դինամիկան կիրառվեց Եվրոպայում եւ Ամերիկայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղ գտած ճգնաժամի պայմաններում, եւ այն իր ցանկալի արդյունքներ ունեցավ ամենատարբեր վիճակում գտնվող մարդկանց համար։ Երբ մարդիկ իրենց պատմում են բարեկեցիկ մտածողությամբ, նրանք վերացնում են իրենց մեջ տեղ գտած լարվածությունը, որը հանգեցնում էր առողջության խթանմանը, ամուսնալուծությունների նվազեցմանը եւ սեփական բիզնեսում հաջողությունների գրանցմանը։ Տնտեսագետները այս մտածողության մասին շատ լավ գիտեին եւ հայտարարեցին, որ իրենք մուտք են գործում դեռևս համաշխարհային պատմության մեջ չարձանագրված աննախադեպ ամենահարուստ ժամանակաշրջան։ Գիտնականները եւս գիտեին այս մասին եւ հայտարարեցին, որ տիեզերքը իր մեջ կրում է անսահման էներգիա եւ այն մարդկանց համար անսահման կերպով հասանելի է։ Հոգեբանները եւս գիտեին այս մասին եւ հայտարարեցին, որ մարդիկ իրենց ֆիզիկական աշխարհը կերտում են իրենց մեջ եւ իրենց շուրջը ունեցած անսահման հարուստ նյութից, իրենց մտքերով, էմոցիաներով եւ գործողություններով։ Այսպեսով եկեք գործենք վստահությամբ մեր մեջ ունենալով մտածողության այսպիսի վիճակ եւ մեր մեջ համոզմունք ստեղծենք, որ մենք իրավունք չունենք ապրել ոչ բարեկեցիկ կյանքով։ Մենք կարող ենք բարեկեցիկ ապրել եւ հասնել բարեկեցությանը պատվաբեր ճանապարհով, որովհետեւ այն միակ ճանապարհն է, որ մեզ սահուն եւ արագ կերպով տանում է բարեկեցության։ Անկասկած դու բարեկեցիկ ես այնքանով, որքանով քո մեջ զգում ես խաղաղություն, երջանկություն եւ առատություն։ Այս բոլորը պատվաբեր ճանապարհներ են, որոնք քեզ հեշտորեն կհանգեցնեն քո նպատակին, բարեկեցությանը։ Սա ապշեցուցիչ նորություն է շատ մարդկանց համար, բայց դեռևս գոյություն ունի շատ ավելի ապշեցուցիչ նորություն բարեկեցության հետ կապված, երբ բարեկեցությունը դիտարկվում է հոգևոր արժեքային մակարդակում։ Մետաֆիզիկան ուսումնասիրելուց հետո շատ պարզ կերպով կարելի է տեսնել, թե ինչպես բարեկեցությունը, մարդը եւ Աստված միմյանց հետ կապված են աստվածային կամքով։ Մինչ այդ մեր հոգևոր դաստիարակությունում աղքատությունն է դիտարկվել որպես հոգևոր արժանիք։ Եվ ես հիմա ասում եմ, որ բարեկեցությունն է հոգևոր շնորհ։ Եվ սա կարող է քեզ շփոթեցնել, բայց ես կրկին ասում եմ, բարեկեցությունը իսկապես հոգևոր շնորհ է, իսկ աղքատությունը մեղք։ Անկասկած դու չես կարող ահավոր երջանիկ լինել, երբ աղքատ ես։ Եվ դու չպետք է աղքատ լինես, դա մեղք է հոգևոր տեսանկյունից։ Աղքատությունը դժոխքի ձևն է, աղքատությունը կեղտոտ, ոչ խաղություն բերող, ստոր վիճակ է։ Աղքատությունը հիվանդություն է եւ մեղք։ Այն կանանց եւ տղամարդկանց տանում է հարբեցության, ինքնասպանության, այն հանգեցնում է հանցանքների, գողության։ Մեր իրողության մեջ մեր իշխանությունները մեզ պետք է սովորեցնեն մեզ համակել բարեկեցիկ մտածողությամբ եւ անկասկած հոգևոր բարձրագույն արժանինքներից չէ մեր իրողության մեջ աղքատության այսպես աշճանը, այլ ճիշտ հակառակը։ Բարեկեցությունը քո աստվածային ժառանգությունն է եւ այժմ մենք կմշակենք գործողությունների պլան, որպեսզի դու մշտապես այն ունենաս քո կյանքում։ Ուրեմն, քայլ առաջին՝ հասկանալ տիեզերական օրենքը։ Տիեզերական օրենքը հասկանալու համար մենք պետք է դիտարկենք դրա հատկանիշները։ Տիեզերական օրենքը կողմնակալ եւ էմոցիոնալ չէ։ Այն ոչ մի կերպ չգիտի ինչ ես դու ցանկանում եւ ոչ էլ կարող է տարբերակել քո ցանկություններն ու հույսերը, քո ցանկալին եւ ոչ ցանկալին։ Այն մաքուր էներգիա է եւ օրվան քո ունեցած իրադարձությունների տեսքով քեզ հետ է վերադարձնում այն մտքերն ու զգացմունքները, որ դու ունենում ես։ Ես խորհուրդ եմ տալիս քեզ այս նյութը լսել բազմիցս եւ հատուկ ուշադրություն դարձնես իմ առաջարկություններին։ Բոլորս գիտենք, որ կրկնողությունը իմացության մայրն է,
եւ ես գիտեմ, որ մենք չենք կարող միանգամից այս ամբողջ ինֆորմացիան ընկալել։ Հետևաբար, երբ դու լսում ես այս նյութը, նշումներ արա հետագայում կրկնողության համար եւ մշտապես այս նյութը քեզ հասանելի պահիր վերալսման համար։ Անկասկած բարեկեցությունը բացի փողից նաև նշանակում է ունենալ լավ առողջություն, տուն, մտքի խաղաղություն եւ ընկերներ։ Բայց մեզանից շատերը արդեն իսկ ունեն սրանցից շատերը կամ բոլորը։ Այդ պատճառով եկեք հիմա կենտրոնանանք փողի վրա։ Որպեսզի քեզ գրավես քեզ անհրաժեշտ փողը, դու պետք է տիեզերական օրենքի ճիշտ պատկերացումը ունենաս։ Եվ դա քեզ թող չվախեցնի, որովհետեւ այն շատ պարզ է։ Տիեզերական օրենքը տիեզերքի շարժիչ ուժն է եւ այն տիեզերքում արկա ամենի մասն է։ Կարևոր մասը այստեղ այն է, որ այդ ուժը արտահայտվում է մեր ենթագիտակցականի միջոցով։ Եվ մենք մեզ են գրավում այն ամենը, ինչի նկատմամբ մեր ենթագիտակցական մակարդակում հավատ ունենք։ Այլ կերպ ասած, դու քո կյանք կներգրավես ճիշտ այն ամենը, ինչ դու քեզնից դուրս ես հանում քո մտքերով, համոզմունքներով եւ ակնկալիքներով։ Հաջորդ միտքը, որ ես քեզ կասեմ, այնքան կարևոր է, որ ես կցանկանամ դու այն քո մտքում նշում անես։ Տիեզերական օրենքը երբեք չի կարող մերժել քեզ։ Այն քեզ երբեք չի ասի ոչ։ Տիեզերական օրենքը չգիտի ինչպես քեզ մերժել կամ ասել ոչ։ Եվ սա ապշեցուցիչ հանգամանք է որոշ մարդկանց համար, որովհետև մենք որպես հասարակություն սովորաբար լսել ենք, թե ինչպես Աստված մարդկանց տառապանքների է ենթարկել կամ ինչպես է կրակի մատնել մի ամբողջ գյուղ։ Բայց սա ամբողջական ճշմարտությունը չէ։ Եթե մենք դիտարկենք հանգամանքները, ապա կարող ենք տեսնել, որ մարդիկ դժվարին կացություն են ունեցել ճիշտ այն ժամանակ, երբ իրենց հավատն են կորցրել։ Ճիշտ նույնքեր տիեզերական օրենքը կարձագանքի քո ցանկություններին, բայց դու նախ պետք է հավատ ունենաս արարչագործության process-ին։ Իսկ թե ինչպես պետք է ստեղծել այդ հավատը, դու կիմանաս, երբ հասկանաս, թե ինչպես է տիեզերական օրենքը աշխատում։ Մեր կյանքը ամեն օր բացվում է մեր առջև համաձայն մեր ունեցած մտքերի որակի։ Եթե դու շարունակում ես մնալ ֆինանսապես անմխիթար վիճակում, ապա պատճառը քո ենթագիտակցական ինչ-որ շերտում ֆինանսապես հարուստ կյանք ունենալու հավատքի եւ դրա համար պայքարելու բացակայությունն է։ Բայց եթե քո մտքերը դրական են, ֆինանսական հարուստ կյանք ունենալու համար հավատով, դու բարեկեցության համար մագնիս կդառնաս անկասկած։ Հստակ ու հասանելի դարձրու քո մտքերը քեզ համար։ Եթե դու քեզ չես կարող պատկերացնել $1 միլիոն ձեռք բերած, ապա այն քո նպատակը մի դարձրու։ Իսկ եթե $10,000 ավելի հարմար է քո պատկերացումների համար, ապա այն գրի առ եւ հավատա, որ դեռ շատ ավելին է քեզ սպասում։ Կարևոր է կենտրոնանալ հետևյալ մտքի վրա, որ եթե ինչ-որ մեկը կարող է ունենալ $1 միլիոն, ապա դու եւս կարող ես ունենալ։ Երբեք մի ընկղվիր այնպիսի զրույցի մեջ, որը աղքատ իրողության առնչությամբ է ընթանում։ Այլ փորձիր թեման փոխել դրական հունով։ Երբեք ոչ մեկին մի ասա, որ դու բարեկեցիկ մտածողությամբ ես քո միտքը համակում եւ հավատում ես դրա զորությանը, այլ փորձիր այն պահել գաղտնի։ Երբ դու տխուր ես եւ քո տխրությունը կիսում ես ընկերներիդ հետ, ապա դու քեզ թեթևացած ես զգում, որովհետեւ քո մտքերի մասին բարձրաձայնելով դու էներգիա ես արձակում։ Փորձիր բարեկեցիկ մտածողության էներգիան պահել քո մեջ եւ այն ավելի ամրապնդել։ Ուզում ես հավատա, ուզում ես ոչ, բայց մի վայրկյանին դու կարող ես անեացնել այդ ամբողջ էներգիան։ Այդ իսկ պատճառով երբեք քո ընկերների ու մտերիմների մոտ մի զրուցիր այս թեմայով։ Երբ քո ներքին էներգիան մեծանում է, դու տեսնում ես, որ փոփոխություն է տեղի ունենում քո կյանքում, եւ տեսնում ես, որ այն փոխվում է համաձայն քո ենթագիտակցական մակարդակում ունեցած հավատին։ Կարող ես չկասկածել, որտեղ էլ լինես եւ ինչքան էլ շրջապատված լինես աղքատ միջավայրով, եթե դու քո ենթագիտակցական մակարդակում հաստատ ես դարձրել բարեկեցիկ մտածողությունը, ապա տիեզերական օրենքը արձագանքելու եւ պատճենելու է այն քո իրողության մեջ։ Հաջորդ հանգամանքը, որ ես ցանկանում եմ քեզ ասել, շատ կարեւոր է։ Փորձիր այն քեզ մոտ նշել եւ մշտապես քո մտքում պահել։ Չափազանց կարևոր է, որ դու ունենաս հստակ նպատակ, թե ինչքան փող եւ հարստություն ես ցանկանում։ Բայց դու երբեք չպետք է պահանջես, որ տիեզերական օրենքը քեզ տա ենթադրենք ճիշտ $15,000 գումար եւ այն ցանկանաս որևէ առանձնահատուկ ճանապարհով եւ որևէ կոնկրետ ժամանակի։ Տիեզերական օրենքը երբեք այդ ճանապարհով չի աշխատում։ Այն ուժ չէ, որ կարող է հարկադրման ենթարկվել, որովհետեւ երբ հարկադրում ես,
Դու պարզապես չես հավատում տիեզերական օրենքի արարչագործությանը, մինչդեռ այն աշխատում է միայն հավատով։ Պարզապես դու պետք է քո ենթագիտակցական մակարդակում հավատ ստեղծես քո գիտակցությամբ և պատրաստ լինես այն տեսնելու քո ուղղության մեջ դրսևորված։ Պետք է գիտակցես, որ դու համագործակցող ես տիեզերական օրենքի հետ և ոչ պահանջող։ Մեկ այլ ճանապարհ, որով դու կարող ես կանխարգելել տիեզերական օրենքի դրսևորմանը բարեկեցիկ կերպով, դա անհամբերությունն է և նախանձը։ Անհամբերությունը ցածր էներգիա էմոցիա է, և այս կերպ դու քո անվստահությունն ես հայտնում տիեզերական օրենքի արարչագործությանը։ Իսկ նախանձը բացասական էներգիա է, և այն ևս խոչընդոտ է տիեզերական օրենքի բարեկեցիկ կերպով դրսևորմանը, որովհետև նախանձով դու ոչ թե համագործակցում ես տիեզերական օրենքի հետ և տիեզերքյան սահմանությունից ցանկանում քո հարստությունը, այլ ինչ-որ մեկի հարստությունից։ Փոխարենը դու պետք է ուրախությամբ լսվես քո միջավայրում եղած որևէ հարուստ մարդու նկատմամբ և հասկանաս, որ այդպիսի հարստություն սպասում է նաև քեզ։ Շնորհակալություն։